Ստեփանակերտից Մարտակերտ տանող Մայրուղու ձախ կողմում Վանքասարի ամենաբարձր գագաթի վրա Արցախի Տիգրանակերտ քաղաքից վերև 290 մետր բարձրության վրա ժայռի պռնկին հպարտ բազմել է մի գողտրիկ ջերմակ եկեղեցի։ Եկեղեցու անունը ցավոք սրտի սերունդներից չի հասել եւ այն պայմանականորեն կրում է Վանքասարի եկեղեցի անունը։ Այն մինչև 1980-ական թվականների սկզբները կիսավեր դրությամբ պահպանվում էր եւ շնորհիվ իր պատկառելի հնության 6-ից 7-րդ դարեր եւ հորինվածքային առանձնահատկությունների արժանացել է պատմաբան ճարտարապետների ուշադրությանը։ Այս եկեղեցու մասին գրավոր առաջին խիստ թռուցիկ հիշատակությունը թողել է Սարգիս arczepiskopos Ջալալյանցը։ Իգագաթ լերին է ավերակ Մենաստանի Զորմե ավանդեն գոլ առաջնորդարան այս նահանգի։ Ավելի ուշ Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը նշել է, որ հիշյալ մատուռին ժողովուրդը անվանում է Լևոնաբերդ։ 1890 թվականին եկեղեցի է այցելել Խաչիկ Վարդապետ Դադյանը եւ ներկայացրել հուշարձանի առաջին սխեմատիկ հատակագիծը եւ ընդօրինակել եկեղեցու մոտ գտնված խաչքարի հայատառ արձանագրությունը։ Ես Աշոտի որդի Շահնշահս կանգնեցրի այս խաչս իմ հոգով։ Ֆրանսիական ցակմամբ շվեյցարացի հնագետ ճանապարհորդ, ազգագրագետ եւ բնագետ Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպերեն 1830-ական թվականներին այցելելով Վանքասար նույնպես տեսել եւ քիչ այլ ձևով գրի առել Խաչիկ Վարդապետ Դադյանի նկարագրած խաչքարն ու արձանագրությունը։ Ես Աշոտի որդի Շահինշահը կանգնեցրել եմ այս խաչը իմ հոգու հիշատակին։ Խնդրում եմ ձեր աղոթքների հաղորդությունը։ Քարի եզրին գրված է հայոց 712 թվականը 1263։ 1895 թվականին իր ուսումնասիրությունը հրատարակած Մակար եպիսկոպոսը Վանքասարի եկեղեցուն վերաբերող բաժնում ներկայացրել է մի քանի ավանդույթներ։ Ըստ դրանցից մեկի եկեղեցու կառուցումը վերագրված է Վաչե Բ Գահերեց իշխանին 5-րդ դար։ Աղվանից Վաչե Բ-ն շինած է մի խաչաձև մենաստան, որի գլուխն այժմ խոնարհված է ամբողջությամբ։ Տասնամյակներ անց արդեն խորհրդային տարիներին Վանքասարի եկեղեցուն նվիրված մի հոդված է հրապարակել Յան Պոլսկին։ Այստեղ ընդարձակ նյութին առընթեր առաջին անգամ հրատարակել են նաև եկեղեցու հատակագիծն ու լուսանկարները։ Նշելով հայերեն արձանագրության ու հայատառ բազմաթիվ նշանագրերի գոյության մասին եւ շեշտելով եկեղեցու հորինվածքային առանձնահատկությունների նույնականության հանգամանքը, հայկական վաղ միջնադարյան մի շարք այլ եկեղեցիների հետ Յան Պոլսկին սակայն տուրք տալով յուրաքանչյուր հայկական հուշարձան աղվանական հայտարարելու Բաքվի ճակերտյալ գիտնականների նկարտումներին միանգամայն անհիմն կերպով եկեղեցին աղվանական է համարել։ Ըստ էության խնդրի մեջ որևէ պարզաբանում չի մտցրել նաև Հայաստանի եւ Կովկասյան աղվանքի ճարտարապետական առնչություններին եւ մասնավորապես Վանքասարի եկեղեցուն նվիրված հետազոտության մեջ Յակոբսոնը։ Վանքասարի եկեղեցին հայ մշակույթից օտարելու եւ աղվանականացնելու նպատակ հետապնդած Յան Պոլսկու հրապարակման արժանի գնահատական ու պատասխան է տվել ճարտարապետ Գրիգորյանը, փաստերով հերքելով այլ հուշարձաններում եղած նշանագրերի հետ Վանքասարի նշանագրերի չհամընկնելու եւ իբր աղվաներեն արձանագրությունները 8-րդ դարում քերված լինելու պնդումները։ Վանքասարի եկեղեցին ունի խաչաձև հատակագծային հորինվածք եւ պատկանում է վաղ միջնադարյան փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների եռախորան ենթատիպին։ Հորինվածքի հիմքը կազմող գմբեթատակ քառակուսին ամփոփված է արևմուտքից ուղղանկյուն, մյուս կողմերից կիսաշրջանաձև խաչաթևերով, որոնք արտաքինից ուղղանկյուն են։ Մուտքերը բացված են 3 կողմերի, բացի արևելյանից խաչաթևերում, ուր զետեղված են նաև լուսամուտները։ Մուտքերի արկայությունը 3 խաչաթևերում Վանքասարի եկեղեցու հատակագծային հորինվածքի առանձնահատկությունն է իր խմբի մյուս հուշարձանների համեմատ։ Մյուս բոլոր կառույցներում մուտքերի այդպիսի առատություն չի դիտարկվում։ Բոլոր մուտքերի բացվածքներն իրար հավասար են։ Արևմտյան մուտքն ունեցել է քանդակազարդ բարավոր, պատված խաչային հորինվածքով։ Այսօր այդ հորինվածքից նույնպես միայն հետքերն են մնացել,
քանզի այն եւս միտումնավոր եղծվել, հարթեցվել է դեռևս խորհրդային տարիներին։ Լուրջ կորուստներ է ունեցել, երբ Ադրբեջանը, ինչպես միշտ, վերանորոգման անվան տակ լրջորեն խեղել է հոգևոր կառույցը։ Այն, այսպես ասած, վերականգնել են անտեսելով շինության կառուցվածքային եւ համաչափական հատկանիշները։ Ճակատներում չեն շարվել քիվերը։ Միտումնավոր ոչնչացվել են արևմտյան մուտքի բարավորի հայատար արձանագրությունն ու խաչաքանդակը։ Ձևափոխել են նույնիսկ լուսամուտի բացվածքները։ Այլափոխել են կոնստրուկտիվ հանգույցների տրոմպներ, գմբեթարներ, թաղ, գմբեթ իրականացման եղանակները։ Բացի այս, միտումնավոր խաթարվել է հուշարձանի բնական միջավայրը եւ պատմական լանդշաֆտը։ Տարածքը կառուցապատվել էր ժամանցի եւ զվարճանքի գործառույթ իրականացնող շենքերով։ 1986 թվականին, երբ ընթանում էին այսպես ասած վերականգնման աշխատանքները, Սամվել Կարապետյանի եւ ճարտարապետ Ղազարյանի տեղում կատարած ուսումնասիրությունների ընթացքում արդեն զգալի չափով աղավաղված եկեղեցու արևմտյան մուտքի հյուսիսային կողմում հայտնաբերվել են կիսաեղծ վիճակում գտնվող երկու արձանագրություն։ Դրանցից առաջինը, որ եռատող փորագրված է մի պարզ խաչաքանդակի կողքին, սկզբնամասից իսպառ հողմահար է։ Հաղոթս հիշեցիք Հիսուս Քրիստոս իտեր։ Սրբատաշ երեսպատի քարերին մեկ շարքցած նախորդ վիմագրի տակ երկու տողով փորագրված է. «Ու սրբոյ եկեղեցիս հաղոթս հիշեցեք»։ Բացի այս երկու վիմագրերից, որոնց հնագրական առանձնահատկությունները թույլ են տալիս դրանք համարել եկեղեցուն ժամանակակից վիմագրություններ, եկեղեցու պահպանված որմերի վրա նկատվում էին նաև մի շարք այլ նշանագրեր։ Դրանք հիմնականում երկու տիպի են՝ հայերեն տառաձևերով եւ պատկերներով։ Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպերեն նույնպես հիշատակել է այս տառաձևերի եւ նշանագրերի մասին։ Քարերի վրա ներսից եւ դրսից կան նշաններ կամ հայկական տառեր կամ այլ թվեր, ինչպես Տիգրանակերտում եւ ինչպես հանդիպում են Արևմտյան Շվեյցարիայի 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դարերի շենքերում։ Այս ժամանակ արդեն տեղում չէր Խաչիկ Վարդապետ Դադյանի նկարագրած 1263 թվականի խաչքարը։ Ժամանակին եկեղեցու շուրջը կանգնեցված են եղել նաև այլ խաչքարեր։ Դրանցից 13-րդ դարի մի խաչքար հետագայում թուրքերը տարել են Ակնա, քարերի թանգարան։ Բնականաբար խաչքարը տուժել է։ Կենտրոնական խաչի առանձին մասեր նախօրոք քերվել են, որպեսզի չհասկացվի, որ այն խաչքար է։ Ակնայից պահպանության նկատառումներով տեղափոխվել է Ասկերանի եկեղեցու բակ։ Նույն կերպ էլ ադրբեջանցիները քերել հարթել են եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի խաչային հորինվածքը։ Վանքասարի եկեղեցին տուժել է նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Արևմտյան ճակատում բարավորից վերև արկը բավական մեծ խոռոչ էր բացել, որը սպառնում էր պատի կայունությանը։ 2011 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջության վարչությունը մաքրման, ամրակայման եւ բարեկարգման աշխատանքներ է իրականացրել այստեղ։ Մասնակի ամրակայման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի հունվարին եւ եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչ։ Վերաշարվել է արևմտյան ճակատի քանդված մասը։ 2020 թվականի նոյեմբերի 20-ից եկեղեցին անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Վանդալները եկեղեցուց հանել են խաչը։ Վանքասարի եկեղեցու հորինվածքը ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական ճարտարապետության մեջ ուշագրավ երևույթ է։ Ուսումնասիրությունները պարզել են, որ խաչաձև հորինվածքներ հռոմեական բյուզանդական ճարտարապետության մեջ հիմնականում առնչվում են դամբանային թեմայի հետ եւ շատ տարածում չունեն, գտնում է ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանը։ Ցավոք, քաղաքական շահերին շատ հաճախ կուլ են գնում մշակութային արժեքները։ Սակայն պետք է հիշել, որ մայրամուտին հեռացողները անպայման կվերադառնան արևալույսին։